Ա, Ողջունում եմ բոլորիդ, ա, հարգելի ներկաներ, ինչպես գիտեք, ես Համլետ Անդրեասյանն եմ, մարդկային ռեսուրսների մասնագետ, ա, մասնագիտությամբ իրավաբան եմ, միջազգային հարաբերությունների մասնագետ, ինչպես նաև ավելի խորացել եմ մարդկային ռեսուրսների կառավարման մեջ։ Այսօրվա մեր թեման արդեն դուք գիտեք, մարդկային ռեսուրսների կառավարման մասին է լինելու, անձնակազմի կառավարում, անձնակազմի զարգացում եւ ինչպես նաև փաստաթղթաշրջանառության ճիշտ կազմակերպում։ Նորից կրկին ողջունում եմ բոլորիդ, հուսով եմ, որ շատ օգտակար վեբինար կունենանք իրար հետ, նոր բաներ կքաղեք, ով էլ որ պատկերացում չունի մարդկային ռեսուրսների կառավարումից, ընդհանուր պատկերացում կստանա, թե ինչ է HR առաքելությունը եւ ինչ ֆունկցիոնալ պարտականություններ են կատարում HR մասնագետները կազմակերպություններում։ Նախ սկսենք նրանից, թե HR մասնագետը ինչ դերակատարություն ունի կազմակերպության կառուցվածքի մեջ։ Նախ եւ առաջ կուզենամ նշեմ այն, որ HR մասնագետը ուղղակի մասնագետ չէ, այլ ամբողջ կազմակերպության, այսպես ասած, կապող օղակն է, որը որ իրականացնում է իր առաքելությունը կազմակերպության ներսում ձևավորելով կորպորատիվ մշակույթ, կազմակերպելով մարդկանց նոր աշխատակիցների ներգրավումը, ինչպես նաև զարգացումը։ Մեկ խոսքով, այսպես ասած, դժվար է նկարագրել HR-ի պարտականությունները, բայց ընդհանուր առմամբ նշեմ այն, որ սկսած 20-րդ դարից, այսինքն նախորդ դարից էլ ավելի կարևորվեց մարդկային ռեսուրսների կառավարման դերը, որովհետև մարդիկ սկսեցին տեխնոլոգիապես էլ ավելի զարգանալ, նոր աշխատատեղեր սկսեցին ստեղծվել, մարդկային կապիտալի ներդրումը էլ ավելի կարևորվեց կազմակերպությունների համար։ Եվ այս պարագայում էլ ավելի կարևորվեց HR մասնագետի դերը։ Այստեղ նշենք, թե ինչ պետք է անի HR մասնագետը։ Ամենաառաջինը ձևավորի արդյունավետ թիմ։ Արդյունավետ թիմ ձևավորել ասելով պետք է հասկանանք, որ ամեն մարդ պետք է լինի իր ճիշտ տեղում, ամեն մի մասնագետ ճիշտ ընտրված իր համապատասխան կոմպետենցիաներով, իր առաքելություններով։ Երկրորդը կազմակերպել աշխատակիցների ներգրավումը, այսպես ասած, recruitment-ի կտորն է, որը որ դուք վստահ եմ բոլորդ էլ առնչվել եք տարբեր սոցիալական կայքերով, աշխատանքային հարթակներով, հայտարարությունների տեղադրմամբ կամ ուղղակի զանգերի կամ մեյլի միջոցով հաղորդագրությունների կապի հաստատմամբ նոր աշխատակիցների ներգրավումն է։ Իհարկե, աշխատակիցների նոր, այսպես ասած, ներգրավումը ինքը շատ մեծ կարևորություն ունի եւ բարդ process է իրենից ներկայացնում։ Նախ ինչ պետք է մենք անենք նոր աշխատակից ներգրավելու ճանապարհին։ Ամենաառաջինը պետք է հասկանանք, թե կոնկրետ տվյալ աշխատակիցը ինչ ֆունկցիոնալ պարտականություններ պետք է կատարի։ Այնպես չի, որ օրինակ պատկերացնենք մեզ հաշվապահ է պետք։ Մենք ուղղակի չենք տալիս հայտարարություն, որ մեզ հաշվապահ է պետք, այլ սկսում ենք, այսպես ասած, ուղղորդումից։ Առաջին հերթին մենք զրուցում ենք մեր համապատասխան ղեկավարության հետ եւ համապատասխան ստորաբաժանման հետ, հասկանալով, թե տվյալ մասնագետի վրա, օրինակ, դա կարող է լինել հաշվապահ, իրավաբան, պետական գնումների մասնագետ եւ այլն, յուրաքանչյուր մասնագիտություն։ Ամենաառաջինը կոնկրետ ճշտում են կոմպետենցիաները, թե ինչ առաքելություն պետք է կատարի տվյալ մասնագետը կազմակերպության համար եւ ինչ կոշտ եւ փափուկ հմտություններ նա պետք է ունենա։ Կոշտ եւ փափուկ հմտություններ ասելով հասկանում ենք hard եւ soft skill-երը, hard skill-երը դրանք այն skill-երն են, օրինակ դիպլոմ, իր մասնագիտական կրթությունը, լեզուների տիրապետումը եւ այլն, իսկ փափուկ հմտությունները, օրինակ կոմունիկացիայի հմտություններ, վարժ բանավոր խոսք, գրավոր խոսքի լավ հմտություններ, այն կոմպետենցիաները, որոնք արդեն իսկ ֆիքսված են, օրինակ պաշտոնի անձնագրով, դրանք հիմնականում հանդիսանում են կոշտ հմտություններ, իսկ փափուկ հմտությունները այն հմտություններն են, որոնք էլ ավելի լավ են աշխատակցի համար։ Այսինքն, եթե տվյալ աշխատակիցը ունենա
ամենահավելյալ այդ հմտությունները էլ ավելի լավ կլինի տվյալ կոմպետենցիաները կատարելու եւ լրացնելու համար։ Երրորդ կետը՝ ապահովել մասնագիտական զարգացումը։ Յուրաքանչյուր կազմակերպության ներսում ամենաառաջին կետերից մեկը եւ ընդհանրապես HR առաքելության կարևոր կետերից մեկը դա ապահովել աշխատակիցների մասնագիտական զարգացումը եւ դա այսպես ասած կմահաճույք չէ, այլ ընդհակառակը դա ոչ միայն աշխատակցի համար է պետք, այլ նաեւ նույն կազմակերպության համար, քանի որ ներկայումս գլոբալ տենդենսներով պայմանավորված ժամանակը շատ արագ է, այսպես ասած, ընթանում եւ անընդհատ նոր տեխնոլոգիաներ, նոր հմտություններ, նոր կապեր, գործընկերներ, աշխատակիցների ունեցած հմտությունները եւ գիտելիքները կարող են հնանալ։ Կարող է աշխատակիցը շատ երկար ժամանակ աշխատի, իր հիմնական մասնագիտական պարտականությունները շատ կոնկրետ եւ հստակ իրականացնի, բայց ելնելով տեխնիկական պրոգրեսից նրան կարիք լինի ուղարկել վերապատրաստումների, որպեսզի նա ձեռք բերի նոր մասնագիտական հմտություններ եւ այստեղ կարելի է ասել մեկ կրակոցով երկու նապաստակ ենք մենք կրակում եւ կազմակերպության, այսպես ասած, շահի համար ներդրում ենք իրականացնում եւ տվյալ աշխատակցի համար մենք իրականացնում ենք զարգացում։ Տվյալ աշխատակիցը ձեռք է բերում նոր գիտելիքներ, նոր կոմպետենցիաներ եւ էլ ավելի է զարգացնում իր հմտությունները։ Չորրորդ կետը՝ վերահսկել աշխատանքային հարաբերությունները։ Սա արդեն վերաբերվում է կորպորատիվ մշակույթին եւ կազմակերպության ներքին անցուդարձին։ Ստորաբաժանումների միջև ճիշտ կոմունիկացիա է կազմակերպում, հարաբերությունների հստակեցում եւ ինչու՞ չէ նաեւ նոր առաջ եկած մարտահրավերների ճիշտ բաշխում ստորաբաժանումների միջև։ Հինգերորդը՝ բարձրացնել կազմակերպության ընդհանուր արդյունավետությունը։ Այս կետը կապված է բոլոր նախորդ կետերի թվարկած արդյունքի համախառն այսպիսի արդյունքից, որովհետև եթե մենք իրականացնում ենք մեր առաջին քայլը, հետո երկրորդ եւ այսպես շարունակ, մենք կբարձրացնենք մեր կազմակերպության ընդհանուր արդյունավետությունը, կադրային ճիշտ բաշխումը, կադրերի անընդհատ սիստեմատիկ զարգացումը եւ ինչու՞ չէ նաեւ նոր կադրերի համալրումը, վստահեցնում եմ ձեզ այս հերթականությունը ճիշտ կատարելով դուք կբերեք կազմակերպության համար զարգացում, նոր, չգիտեմ, մարտահրավերների, նոր գործունեության հնարավորություններ եւ այլն։ HR-ի ռազմավարական դերը կազմակերպությունում։ Մարդկային կապիտալի ձևավորում, կորպորատիվ մշակույթի ստեղծում, կարգապահության հաստատում, աշխատանքի հարաբերությունների կայունացում եւ կազմակերպության հեղինակության բարձրացում։ Մենք այստեղ տեսնում ենք, որ HR-ը կամուրջ է ղեկավարության եւ աշխատակիցների միջև, ինչը որ ես նշեցի հենց մեր վեբինարի սկզբում։ Ինչով է սա պայմանավորված։ Ելնելով կազմակերպությունից, նրա գործունեության տեսակից, ձևից, աշխատակիցների քանակից, մեզ արդեն պարզ է դառնում, որ նույն ղեկավարությունը չի կարող անընդհատ սիստեմատիկ շփումներ ունենա իր աշխատակիցների հետ եւ լսի նրանց պահանջները, այսինքն նրանց պետք է մասնագետ, որը որ իրականացնի տվյալ կապող օղակի ֆունկցիան։ Եվ այս պարագայում հանդես է գալիս HR մասնագետը։ Իհարկե, մասնագիտական առումով կոնկրետ ստորաբաժանումների HR մասնագետը չի կարող ամբողջությամբ ներգրավել։ Օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հաշվապահական, իրավաբանական տվյալ հարցերով, եթե ինչ-որ հարց է բարձրաձայնվում, ինչ-որ մասնագիտական խնդիրներ կան, HR մասնագետը չի կարող ինքնուրույն լուծել դա։ Նա կարող է միայն լինել կապող օղակ, ինչու՞ չէ նաեւ ինչ-որ մի խորհրդատվություն տա իր ղեկավարությանը։ Իհարկե, փոքր կազմակերպություններում մինչև 50 կամ ավելի փոքր աշխատակից ունեցող կազմակերպություններում մենեջմենթը, կառավարումը մի փոքր ավելի հեշտ է իրականացվում, որովհետև աշխատակիցները քիչ են, հենց անմիջական ղեկավարությունը կարողանում է ավելի շատ ժամանակ տրամադրել աշխատակիցների հետ շփումներին եւ կապերին եւ ավելի շուտ ընկալել
հասկանալել նրանց խնդիրները, բայց եկեք դիտարկենք այն կազմակերպությունները, որոնք ել ավելի շատ են, միջին եւ մեծ կազմակերպությունները, որոնք կարող են ունենալ 100 կամ 200, նույնիսկ հազարավոր աշխատակիցներից կազմված աշխատակազմեր, նմանատիպ կազմակերպություններում արդեն իսկ կոմունիկացիան բարդանում է։ Իհարկե, տվյալ ստորաբաժանումները, տվյալ աշխատակիցները ունեն անմիջական ղեկավարներ, որոնք իրականացնում են իրանց առաքելությունը եւ բարձրացնում են իրենց ստորաբաժանման ներսում առաջացած խնդիրները ղեկավարությանը, բայց դա միշտ չէ, որ կարելի է շատ արագ կազմակերպել, իսկ ՄՌԿ մասնագետի հիմնական առաքելությունը այդտեղ կայանում է նրանում, որպեսզի նա կարողանա ձևավորելով ճիշտ կորպորատիվ մշակույթ բարձրաձայնել աշխատակիցների պահանջները ղեկավարությանը, նույնիսկ անհրաժեշտության դեպքում կազմակերպել հանդիպումներ, լսումներ, պանելային քննարկումներ, որպեսզի աշխատակիցները կարողանան իրենց ձայնը այսպես ասած հասցնել ղեկավարությանը եւ իրենց առաջ ծառացած խնդիրները, ինչու՞ չէ խնդիրներ ոչ միայն, այլ նաեւ առաջարկներ, ինչ որ նոր զարգացման ուղղություններ եւ այլն բարձրացնել ղեկավարությանը։ Մարդկային կապիտալի ձևավորում, մարդկային կապիտալ ասելով պետք է հասկանալ մի այսպիսի օղակ, մի թիմ, որտեղ որ ամեն մի աշխատակից իրեն արդեն պատկերացնելով տվյալ կազմակերպության կորպորատիվ մշակույթի կրող, իրեն պատկերացնելով կազմակերպության մի մաս, ձևավորում են իրենց կապիտալը եւ իրենց կյանքը արդեն իսկ կապում են տվյալ կազմակերպության հետ, ինչու՞ չէ նաեւ իրենց մասնագիտական կարիերան եւ շատ այսպիսի տարածված խոսք կա ժողովրդական, որ յուրաքանչյուր մասնագետ ապագայում երազում է եւ ձգտում է դառնալ ինքը եւ ղեկավար եւ երազում է, որ տվյալ կազմակերպությունում ինքը իրականացնի զարգացում եւ իր պրոյեկտները իրականացնի։ Մարդկային մշակույթի, այսպես ասած, կապիտալի ձևավորումը ամենաառաջինը գալիս է կարգապահական կանոնների ստեղծումից, ելնելով տվյալ կազմակերպության ձևից, ոճից, սկսած հենց էթիկայի կանոններից։ Իհարկե, համընդհանուր էթիկայի կանոնների սկզբունքներ մենք գիտենք, լինել աշխատանքի տեղում ճիշտ ժամին, իրականացնել քննարկումներ, հանդիպել ժողովների ընթացքում, հագնվել կոկիկ ոճով, աշխատանքին ներկայանալ խնամված, հարդարված եւ խնամված եւ այլն, նույնիսկ dress code ասելով ճիշտ հասկանանք, որ ամենտեղ չի կարող նույն dress code-ը լինել, սա նույնպես ելնելով կազմակերպությունից եւ նրա ոճից։ Եթե մենք խոսում ենք օրինակ պետական գերատեսչության մասին, ապա այստեղ մենք գիտենք, որ հիմնականում պաշտոնական ոճն է, կոստյում, փողկապ եւ այլն, բայց այն կազմակերպությունը, որը չունի պաշտոնական հանդիպումներ, հիմնականում զբաղվում է ստեղծագործական գործունեությամբ, առաքելությամբ, նրանք կարող են այստեղ մի փոքր ավելի բաց լինել։ Հիմնական ոճը լինի օրինակ business casual ոճ, ազատ ոճի հագնվեն, բայց իհարկե չափի սահմաններում։ HR-ի մասնագիտությունը եկեք ճիշտ ֆիքսենք, որ ոսկե միջինի, այսպես ասած, պահպանումն է, ոչ մաքսիմալ, ոչ մինիմալ պահանջների, այսպես ասած, ետևից չընկնենք եւ պահպանենք տվյալ կազմակերպության համար ոսկե միջինը։ Ի վերջո ամեն ինչ գեղեցիկ է իր չափի մեջ։ Նույն խստությունն էլ, նույն առավելություններն էլ եւ արտոնություններն էլ գեղեցիկ են չափի մեջ, այսինքն ճիշտ ոսկե միջինի մեջ։ Աշխատանքային հարաբերությունների կայունացում եւ կազմակերպության հեղինակության բարձրացում։ Մենք ինքներս գիտենք, որ շատ կազմակերպություններ, նաեւ մեծ, կարող են վատ ֆիդբեքեր, հետադարձ կապեր ստանալ։ Ու չմոռանանք, որ նոր թեկնածուն, նոր աշխատակիցը ամենաառաջինը շփվում է ՄՌԿ մասնագետի հետ։
Կարելի է ասել մենք նաև, այսպես ասած, առաջին դեմքի եւ ներկայացուցչական առաքելություն ենք կրում։ ՄՌԿ մասնագետը ամենաառաջինն է հանդիպում նոր թեկնածուների հետ կամ հյուրերի հետ, նրանց ցուցադրելով կազմակերպությունը, մի փոքր ներկայացնելով ընդհանուր կազմակերպության կորպորատիվ մշակույթը, իրականացնում է ներկայացուցչական, այսպես նաև ինչ որտեղ արարողակարգային դեր, եւ այստեղ արդեն պարզ է դառնում, որ ՄՌԿ մասնագետը մեծ պատասխանատվություն է կրում իր կազմակերպությունը ճիշտ ներկայացնելով հանրությանը եւ նոր աշխատակիցներին։ Նաև նշենք այն, որ նույն հետադարձ կապի ապահովումն էլ, ռեկրուտմենտն էլ, հետադարձ կապի ընդհանուր սիստեմը եւ համակարգի ճիշտ ներդրումը միանշանակ բարձրացնում է կազմակերպության հեղինակությանը։ Մեր օրերի ամենատարածված խնդիրներից մեկը այն է աշխատանքային շուկայում, որ մարդիկ դիմում են աշխատանքների, կարող են ստանալ նամակներ կամ չստանալ նամակներ կամ գնում են հարցազրույցի եւ ինչ որ անորոշ ժամկետում նրանց կամ պատասխան տալիս են կամ պատասխան չեն տալիս։ Արդեն անկախ կազմակերպության որակից, հեղինակությունից տվյալ մարդու մոտ արդեն բացասական պատկերացում է կազմվում տվյալ կազմակերպության մասին, որովհետև նույն աշխատակիցը ժամանակ է տրամադրել, գնացել է հարցազրույցի եւ ակնկալում է պատասխան, նույնիսկ բացասական պատասխանը, օրինակ եթե դուք տվյալ թեկնածուին չեք փոխադրում հաջորդ փուլ, օրինակ կարող է ձեզ մոտ մի քանի փուլ լինել, սա եւս նույն ՄՌԿ մասնագետը մասնագիտական ստորաբաժանումների հետ ներդրում է կախված ձեր կազմակերպության ոճից եւ առաքելությունից, թե քանի փուլով պետք է անցնի նոր թեկնածուն ձեր կազմակերպությունում աշխատելու համար։ Կարող է դուք դնում եք մեկ բանավոր հարցազրույց եւ մեկ գործնական խնդրի լուծում եւ արդեն որոշում եք կայացնում։ Կազմակերպություններ կան, որոնք մի քանի փուլով են անում եւ իհարկե այս փուլերը ավարտելուց հետո կամ եթե դուք չեք ցանկանում աշխատակցին տվյալ թեկնածուին տեղափոխել հաջորդ փուլ, եթե նա չի բավարարել պահանջներին, ապա ճիշտ է որ պատասխանեք, նույնիսկ բացասական պատասխանի դեպքում պատասխանել աշխատակցին, որպեսզի աշխատակիցը չսպասի, անորոշության մեջ չընկնելով չսպասի, իսկ հետադարձ կապի կարևորությունը հենց կազմակերպության ներսում, ռեկրուտմենտում, արտաքին հարաբերություններում դա հետադարձ կապի ճիշտ ապահովումն է եւ կազմակերպումն է, որը մեզ, այսպես ասած, ապահովագրում է անորոշությունից, իսկ անորոշությունը աշխատակիցների եւ երրորդ անձանց համար վատագույն ցուցանիշներից մեկն է։ Անորոշության դեպքում նույն աշխատակիցները նույնիսկ չմտնելով տվյալ կազմակերպության կորպորատիվ մշակույթի մեջ արդեն իսկ վատ տրամադրվածություն կարող են դրսևորել։ Անձնակազմի կառավարում։ Անձնակազմի կառավարումը հետևյալ հիմնական ուղղություններն է, այսպես ասած, հետապնդում։ Ամենաառաջինը պլանավորում։ Պլանավորում ինչ է նշանակում։ Ելնելով ձեր կազմակերպության առաքելությունից, կազմել ճիշտ կազմհաստիքային ցուցակ, ձեր պրոյեկտներից, օպերացիոն գործողություններից ունենալ համապատասխան ռազմավարություն, կոնկրետ աշխատանքների համար ձեզ ինչքան աշխատակիցներ են պետք եւ ֆորս մաժորների կամ նոր պրոյեկտների պարագայում ձեզ նոր ինչքան աշխատակիցներ են պետք գալու։ Այստեղ հաշվարկվում են մի քանի հիմնական պահանջներ։ Ամենաառաջինը օպերացիոն process-ները։ Կազմակերպության ներսում process-ները բաժանվում են երկու հիմնական ուղղությունների։ Դա օպերացիոն գործունեությունն է եւ պրոյեկտային։ Օպերացիոն գործունեությունը դա այն հիմնական գործունեության տարրերն են, որոնք որ պարունակում են տվյալ կազմակերպության են հիմնական մասը։ Այսպես ավելի պատկերավոր լինելու համար պատկերացրեք, դուք գնում եք աշխատանք, օրինակ դիզայները գնում է աշխատանքի, գիտի օրինակ այսօր պետք է մեկ նկար
պատրաստի, ինքը այդ մեկ նկարը պատրաստում է եւ ինչ որ այլ առաքելություններ է իրականացնում կամ 5 նկարել ստուգում է եւ այդքանով իր այսօրվա առաքելությունը ավարտված է։ Օպերացիոն գործառույթները դա ամենօրյա կազմակերպության ֆունկցիոնալ պարտականություններն են, որոնք ապահովում են կազմակերպության այսպիսի ամենօրյա ստանդարտ աշխատանքների կազմակերպումը, իրականացվում է աշխատանքների կազմակերպում։ Եվ երկրորդ մասը՝ պրոյեկտային աշխատանքները։ Այստեղ մի հավելում նույնպես անեմ, օպերացիոն գործունեությունից խոսեցինք, նույն կազմակերպություններում մենք շատ հաճախ տենում ենք մի քանի փոխտնօրեններ կամ տնօրեններ, կա գլխավոր տնօրեն, լինում է ֆինանսական տնօրեն, արտաքին կապերով կամ զարգացման տնօրեն եւ մի կարևոր շեշտադրում, նաեւ կա օպերացիոն տնօրեն։ Օպերացիոն տնօրենները հիմնականում ավելի շատ տարածված է, որ լինում են արտադրական, կառուցապատման, այդպիսի կազմակերպություններում օպերացիոն տնօրեն։ Օպերացիոն տնօրենները այն տնօրեններն են, որոնք հետևում են տվյալ կազմակերպության ամենօրյա օպերացիոն գործընթացին։ Օրինակ, արտադրության մեջ օպերացիոն տնօրենը հիմնականում վերահսկելու է նույն ամենօրյա պահեստի աշխատանքը, արտադրության կազմակերպումը եւ այլն։ Եվ անցնենք երկրորդ մասին, պրոյեկտային կառավարումը, պրոյեկտային, այսպես ասած, գործունեությունը։ Մի շատ տարածված խոսք կա, չկա խնդիր, կա խնդիր, կա պրոյեկտ, չկա խնդիր, չկա պրոյեկտ։ Պրոյեկտները դրանք այն նախաձեռնություններն են, որոնք կազմակերպությունները նախաձեռնում են ինչ որ խնդիր լուծելու, ավելի բարելավելու արդեն տեղի ունեցող process-ները կամ ինչ որ առաջացած մարտահրավերներ լուծելու համար։ Պրոյեկտային, այսպես ասած, նախագծային արդեն աշխատանքները մեզանից կարող են պահանջել նոր աշխատակիցների ներգրավում։ Օրինակ, եկեք դիտարկենք ֆորս մաժորային իրավիճակները։ Եթե օրինակ նույն 2020 թվականին COVID-19-ի ժամանակ ֆորս մաժորի արդյունքում աշխատակիցները, նույն կազմակերպությունները արդեն պարտադրվեցին, որպեսզի իրենց աշխատակիցներին ուղարկեն տուն եւ նրանք հեռավար աշխատեն, նույնիսկ կարիք եղավ նոր աշխատակիցների ներգրավման, ինչ որտեղ կարելի է սա նաեւ պրոյեկտային նախաձեռնություններ, այսպես ասած, ձևակերպել։ Բայց պատկերացնենք ինչ որ մի արտադրություն, որ իրականացնում են ապրանքների պատրաստում, առաջ է գալիս ինչ որ նոր ծրագիր, նոր տեխնոլոգիաներով, որին որ տվյալ կազմակերպությունը չի տիրապետում, իսկ տիրապետելու դեպքում ել ավելի կիչեցնի իր ծախսերը եւ կբարձրացնի պատրաստման ժամանակի արդյունքները ել ավելի կբարելավի եւ տվյալ կազմակերպության համար անհրաժեշտություն է դառնում տվյալ նորարարությունը, պրոյեկտը ներդնել իր կազմակերպության ներսում։ Այս պարագայում արդեն նույն HR-ը պետք է պլանավորած լինի, եթե նույնիսկ չի պլանավորել, այսինքն այնպիսի մի նորարարություն է, որ HR մասնագետը չէր կարող կանխորոշել, որ նմանատիպ պրոյեկտ կլինի, ապա այստեղ գալիս է կադրային ռեզերվը եւ նույնիսկ կադրային վերապատրաստումը։ Ինչ ուղղություններով կարող է այստեղ HR-ը գործել։ HR-ը ամենաառաջինը պետք է ստուգի տեղական մեր շուկայում ովքեր են տիրապետում։ Եթե տեղական շուկայում չկան տվյալ տեխնոլոգիային տիրապետողներ, ապա հրավիրում ենք հիմնականում դրսից մասնագետներ, այլ կազմակերպություններից մասնագետներ եւ իհարկե վերապատրաստում ենք մեր աշխատակիցներին։ Այստեղ գալիս է արդեն զարգացման կտորը։ Կարող ենք նրանց գործուղել կամ տեղում հրավիրելով մասնագետներին, որպեսզի նրանք իրականացնեն տվյալ աշխատակցի վերապատրաստումը։
Ընդհանուր պլանավորումը կարծում եմ պարզ դարձավ պլանավորել, թե մեզ ինչքան կադրեր են պետք, իհարկե նաև ժամանակաշրջանային, ելնելով օրինակ պատկերացնենք սուպերմարկետների ցանց, առևտրի կենտրոններ, մենք գիտենք, որ սեզոնային դրսևորումներ կան, որտեղ վաճառքները ել ավելի բարձրանում են եւ անկում են ապրում, վաճառքների բարձրացումով կարելի է կանխատեսել, որ նույն աշխատակիցների ծանրաբեռնվածությունն էլ շատանալու է եւ եթե հիմնականում օպերացիոն process-ները կատարելիս հիմնական միջին ստաբիլությամբ աշխատում է 5 աշխատակից, ապա այդ դեպքում կարող է պետք գալ հավելյալ եւս 2 կամ 3 աշխատակից։ Այստեղ արդեն նույն ՄՌԿ մասնագետը պետք է նախորոք պլանավորած լինի, որպեսզի ներգրավի նոր հավելյալ աշխատակիցների։ Մենք գիտենք, որ շատ մեզ քիչ ժամանակ է մնացել ամանորին եւ հիմնականում ֆորս մաժորային իրավիճակը սկսվում է, այսպես ասած, այն ծանրաբեռնվածության շրջանը սկսվում է եւ շատ կազմակերպությունների, մանավանդ առևտրային կազմակերպությունների, արքուվաճառքի մեջ գտնվող կազմակերպությունների HR մասնագետներ սկսում են էլ ավելի ներգրավել նոր մասնագետներ, որպեսզի կարողանան իրականացնել ճիշտ սպասարկում, որպեսզի ժամկետներից նրանք չբաժանվեն, այսպես եւ վնասներ, ֆինանսական վնասներ չկրեն։ Կադրերի ընտրություն եւ հավաքագրում, սրա մասին արդեն իսկ մենք խոսել ենք, ճիշտ ընտրությամբ կախված է, այսպես ասած, կազմակերպության ապագան։ Ռուսերեն մի այսպիսի տարածված խոսք կա, կադրы решают всё։ Ճիշտ կադրերը որոշում են ամեն ինչ։ Իհարկե կազմակերպության գործունեության ողնաշարը հենց ճիշտ կադրերն են։ Ճիշտ կադրերի ընտրության գործընթացը ընդհանուր ես ձեզ ասեցի, հասկանալ թե տվյալ աշխատակցի, տվյալ պաշտոնի հաստիքային միավորը ինչ ֆունկցիոնալ պարտականություններ պետք է իրականացնի եւ որոնք են հիմնական չափորոշիչները։ Օրինակ, իրավաբանի համար 5 տարի իրավաբանական ստաժ, բարձրագույն իրավաբանական կրթություն, եթե համագործակցում ենք միջազգային գործընկերների հետ, ապա կարող է անգլերենի կամ ռուսերենի իմացություն համապատասխան մակարդակով եւ ճիշտ պաշտոնի կազմված, այսպես ասած, հայտարարությունը պաշտոնի անձնագիրը։ Նախնշեմ, որ պաշտոնի անձնագիրը դա մի փաստաթուղթ է, որը որ նույնականացնում է տվյալ հաստիքը եւ սահմանում է հիմնական պարտականությունները, իրավունքները, ենթակայությունը եւ պաշտոնի հիմնական պահանջները, այսինքն դա մի փաստաթուղթ է, որը որ ուսումնասիրելով դուք կհասկանաք, թե տվյալ պաշտոնի, տվյալ հաստիքի աշխատակիցը ինչ պարտականություններ պետք է իրականացնի, ինչ հմտությունների պետք է տիրապետի եւ ինչ պետք է իր մոտ զարգացնի նաեւ։ Աշխատանքի ընդունում, կարգապահական վերահսկում։ Աշխատանքի ընդունումը արդեն իսկ պարզ է, աշխատանքի առաջարկ անել եւ կարգապահության վերահսկում։ Կարգապահության վերահսկումը էլ ավելի շատ է իհարկե նոր աշխատակցի մոտ, որը որ տեղյակ չէ ձեր ներքին մշակույթից, իհարկե այստեղ ձեր աշխատանքը մի փոքր կարող է ավելանալ, որովհետև նոր աշխատակից, նոր մարդ, որը որ ծանոթ չի ձեր կազմակերպության նիստ ու կացին, ընդհանուր առօրյային, դուք ծանոթացնում եք նրան ձեր կազմակերպության հետ։ Կարգապահական, այսպես ասած, ինչ որտեղ վերահսկողություն եք իրականացնում։ Բացի դա դուք իրականացնում եք կարգապահական վերահսկողություն ամբողջ կազմակերպության աշխատակիցների հետ։ Հետևելով, որ ներքին կոնֆլիկտներ, ներքին տարաձայնություններ չլինեն, լինելու պարագայում էլ կանխարգելիչ աշխատանքներ եք իրականացնում։ Կոնֆլիկտների կառավարում եւս մի կարևոր կետ։ Դուք շատ հաճախ լսած կլինեք, որ տնօրենը կամ ղեկավարությունը տալիս են նկատողություն, բայց նկատողություն տալուց առաջ նույն HR մասնագետը պետք է հասկանա, թե ինչից է ծագել կոնֆլիկտը։
արդյոք ում թերությունը եւ ում բաց թողումն է եղել եւ համաձայն նույն աշխատանքային օրենսդրության հետ պետք է վարվի ճիշտ ծառայողական քննություն, որպեսզի կարողանան ճիշտ ուժանքի ենթարկել տվյալ աշխատակցին։ Հիմնական տուժերը դրանք են նախազգուշացում, նկատողություն, նույնիսկ բենեֆիտների կրճատում, այսինքն առավելությունների կրճատում, իհարկե որը որ ամրագրած է դա աշխատանքային պայմանագրում նաև եւ իհարկե պայմանագրի լուծում, աշխատակիցների առաջխաղացում եւ զարգացում։ Սա մի process է, որ պարտադիր է յուրաքանչյուր աշխատակցի համար։ Յուրաքանչյուր աշխատակից ցանկանում է ոչ միայն զարգանալ, այլ նաև առաջխաղացում գրանցել։ Առաջխաղացում գրանցելով նա գրանցում է ոչ միայն աշխատավարձի բարձրացում կամ նոր բենեֆիտներ, այլ նաև ինքնա ինչ որ նաև sense ինքնահաստատում եւ ինքնաիրացում, ռեալիզացիան է իր իրականացնում։ Եթե մենք դիտարկենք Աբրահամ Մասլոուի բուրգը, մարդու կարիքների բուրգը, որը որ շատ հայտնի տեսություն է, ապա մենք տեսնում ենք, որ բուրգի ստորին հատվածներում գտնվում է մարդու կարիքների առաջնային, այսպես ասած, շեմը։ Դրանք են անվտանգության պահանջներ, սննդի, քնի, տան, տարական պահանջները եւ բարձրանալով, այսպես ասած, աստիճանացված բարձրացումով ամենաբարձր կետում, բուրգի ամենաբարձր կետում մարդու պահանջմունքների գտնվում է ինքնադրսևորումը, սեփական անձի ինքնարեալիզացիան, որտեղ որ մարդը կարողանում է ռեալիզացնել իրեն եւ իր ուրույն տեղը գտնել կազմակերպության ներսում։ Անձնակազմի կառավարման փուլերը, ինչը որ մենք խոսեցինք, այսպես արդեն ավելի բաժանված կետերի, կադրային պլանավորում, խոսեցինք, հավաքագրում, հարցազրույց, ընտրություն, աշխատանքի ընդունում, ադապտացիա, onboarding, վստահ եմ շատ եք լսել եւ առնչվել եք onboarding-ի հետ, onboarding ասելով, հենց անգլերեն բառը թարգմանելով նշանակում է on եւ boarding, նավի վրա, այսինքն պատկերացնում ենք կազմակերպությունը որպես նավ եւ նոր աշխատակցին բերում ենք մեր նավը, այսինքն ադապտացնում ենք մեր կազմակերպությանը, ելնելով միջազգային ստանդարտներից եւ միջազգային փորձից, ադապտացիայի հիմնական, այսպես ասած, միջինացված ժամկետը 1-ից 3 ամիսն է ընդունվում, այսպես ասած, ստանդարտ, բայց սա նույնպես փոփոխական է, ելնելով կազմակերպության ոճից, ինչպես նաև տվյալ աշխատակցի մակարդակից եւ առաքելությունից, հիմնականում իհարկե բաժանում ենք աշխատակիցներին 3 կամ 4 մակարդակների, առաջինը junior, այսինքն կրտսեր աշխատանքային խումբը, middle, միջին աշխատանքային խումբը, senior, արդեն ավագ աշխատանքային խումբը եւ 4-րդն էլ կարող ենք դիտարկել top level, այսպես ասած, բարձրագույն աստիճանի ղեկավարությունը, որտեղ որ արդեն տեղակայվում են տնօրեններ, փոխտնօրեններ եւ ամեն մեկը իր ձևաչափով տատանվում եւ տարբերվում են, արդեն իսկ հասկանալով տվյալ կազմակերպության նայեք չափերից եւ աշխատակիցների ներգրավման մակարդակներից, իհարկե պարզ է դառնում, որ նույն ադապտացիայի շրջանն էլ կարող է փոփոխվել, ելնելով տվյալ աշխատակցի զբաղեցրած պաշտոնից եւ նրա ենթակայության դիրքից, հիմնականում իհարկե 1-ից 3 տարի է տրվում, բայց կներեք սխալ ասացի, 1-ից 3 ամիս, 1-ից 3 ամիս է տրվում աշխատակցին onboarding-ի համար, իհարկե 1-ից 3 ամիս ժամկետը նշված է, որպեսզի աշխատակիցը արդեն ընդհանուր ծանոթ լինի կազմակերպության հետ, ընդհանուր կառուցվածքին, ընդհանուր արդեն ծանոթ լինի անձնակազմի հետ, բայց եթե
վերցնենք ամբողջովին onboarding-ը, երբ որ աշխատակիցը կարող է դառնալ կազմակերպության կորպորատիվ մշակույթի կրող, իհարկե սա արդեն HR հոգեբանական մասն է, աշխատակցի ներգրավման հոգեբանական կտորն է, այստեղ ժամկետները մի փոքր ավելի մեծանում են, հիմնականում հասնելով 6 ամսից մինչև 12 ամիս, որովհետև հոգեբանական, այսպես ասած, հարցումները, փորձերը եւ ընդհանուր վիճակագրությունը ցույց է տալիս, որ աշխատակիցը սկսում է իրեն լիովին համարել տվյալ կազմակերպության կորպորատիվ մշակույթի կրող, մինչև 1 տարի ժամկետում, մոտավորապես 1 տարի, 1 տարվա ընթացքում նա իրեն համարում է տվյալ կազմակերպության սոցիոլոգիական մասնիկ, եւ իհարկե գնահատում եւ զարգացում, ինչի մասին որ նույնպես խոսեցինք, անձնակազմի զարգացում, ամենակարևոր կետը, անձնակազմի զարգացումը կազմակերպության երկարաժամկետ ներդրում է, ինչը որ ապահովում է ոչ միայն մասնագիտական աճ, այլ նաև նոր հմտությունների ձեռքբերում, նոր մտահորիզոնի ձևավորում եւ նոր նպատակների եւ տեսլականների առաջ խաղացում, ներկայիս HR վերլուծությունների մեջ մենք տեսնում ենք, որ շատ աշխատակիցներ այն իհարկե բենեֆիտների տեսանկյունով նույն աշխատավարձի բենեֆիտը եւս շատ կարեւոր է աշխատակցի համար, բայց մասնագիտական զարգացումը շատ աշխատակիցների մոտ էլ ավելի մեծ կարևորություն ունի, քան թե օրինակ աշխատավարձի 5 կամ 10% բարձրացումը, որովհետև սա այնպիսի ներդրում է, որ նրա հետ է լինելու միշտ եւ շուկայի համար նրան դարձնում է էլ ավելի գրավիչ մասնագետ, անձնակազմի զարգացման արդյունքները ինչեր են տալիս նրանք, բարձր պատասխանատվություն, նվազ կադրային հոսք, կայունություն թիմային միջավայրում, մոտիվացված աշխատակից եւ աշխատանքի բարձր որակ, իհարկե սա մի պատկերացրեք սա որպես առանձին կետեր, սա մի ամբողջ շղթա է, որի մեկի բացակայության ընթացքում ամբողջ շղթան խաթարվում է եւ իհարկե ամենակարևորը այստեղ ես պետք է նշեմ մոտիվացված աշխատակիցը կազմակերպության համար շարժիչ ուժ է, որը որ HR մասնագետը, ՄՌԿ մասնագետը կարողանում է ճիշտ ուղղորդի եւ ճիշտ կազմակերպի նրա առաջխաղացումը եւ կարիերան կազմակերպության ներսում, HR փաստաթղթաշրջանառությունը եւս մի շատ կարևոր կետ, որը որ մեր շուկայում, այսպես ասած, շատ տարածված է եւ որոնք են դրանք, իհարկե ամենաառաջինը դա աշխատանքային պայմանագրերը, անձնական գործերի վարում, հրամաններ, աշխատաժամանակի հաշվարկում, արձակուրդների գրանցում եւ հաշվետվություններ, հիմնականում ՄՌԿ մասնագետը երբ առնչվում էր այս փաստաթղթերի հետ եւ պետք է նշեմ, որ տվյալ փաստաթղթերի պահպանումը ունի ամենաառաջին իրավական ապահովվածություն, աշխատակցի եւ կազմակերպության հեղինակության բարձրացում եւ իրավական պաշտպանվածություն եւ իհարկե պետական մարմինների կողմից վերահսկողության տրամադրում, ժամանակակից HR կառավարման հիմնական հիմունքները եւ կետերը, ամբողջ համակարգը կազմված է հետեւյալ կետերից. թվային փաստաթղթաշրջանառություն, որը որ մենք գիտենք, որ հունվարի 1-ից արդեն աշխատանքային պայմանագրերը լինելու են էլեկտրոնային, թվային փաստաթղթաշրջանառություն ասելով եկեք չհասկանանք միայն աշխատանքային պայմանագրերը, այլ նաև պետք է հասկանալ ձեր հաշվետվությունների, KPI ինչ է, կատարողական, այսինքն կատարողականի հիմնական ցուցիչների կատարման արխիվացումը եւ կազմակերպումը արդեն իսկ թվային միջավայրում,
Եվ իհարկե ընդհանուր հաշվետվությունների ներկայացումը նաև թվային էլեկտրոնային եղանակով, իհարկե այստեղ մեկ հարց եւս առաջանում է, թվային ադապտացիայի ժամանակ մեզ շատ կարևոր է ճիշտ ամբողջությամբ ընկալել եւ պահպանել անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը, որովհետեւ աշխատակիցների անձնական գործերը վարելիս, իհարկե տվյալ գործերը մենք վարում ենք եւ էլեկտրոնային եւ թղթային եղանակով, բայց բոլոր թղթերը, անձնական գործերը, հրամանները, աշխատանքային պայմանագրերը, ադապտացիոն գործընթացները, վերլուծությունները իրականացնելիս մենք պետք է ապահովենք անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը, որպիսի աշխատակիցների անձնական տվյալները, այսպես ասած, լինեն ապահով եւ օտար մարդկանց ձեռքը չընկնեն։ Հիմ Հիմնական օրենքները, որոնց հետ աշխատելու է HR մասնագետը, որոնց հետ առնչություն է ունենում ՄՌԿ մասնագետը։ Առաջինը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք, երկրորդը անձնական տվյալների պաշտպանության մասին օրենք եւ ՀՀ քաղաքացիական օրենսգիրք։ Սրանք իհարկե անհնար է ամբողջությամբ ներկայացնել իրավական հենքը, բայց այս երեք փաստաթղթերը դրանք հիմնական փաստաթղթերն են, որոնց հետ առնչվում է HR մասնագետը եւ պետք է իրականացնի իր առաքելությունը այս տվյալ երեք հիմնական իրավական նորմերը պահպանելով, ինչպես նաև կան եւս այլ նորմեր, որոնք պահպանվում է HR մասնագետի կողմից, բայց քանի որ տվյալ աշխատանքային պրոցեսները մի փոքր ավելի լայն են, անհնար է ամբողջությամբ ներկայացնել իրավական հենքը։ Այստեղ ներկայացված է հիմնական իրավական նորմերը եւ սա ճանաչողական վեբինար է ընդհանուր ցուցադրական եւ պատկերացում կազմելու համար, դրա համար հիմնականը ներկայացվում են այս երեք նորմերը եւ օրենքները։ HR-ի ազդեցությունը կազմակերպության արդյունքների վրա այս ամբողջ պրոցեսների ամփոփումն ենք տալիս հիմնական 3 կետեր, այսինքն վերջնարդյունքը որոնք են լինելու այս բոլոր գործողությունները իրականացնելուց հետո, որոնք են լինելու վերջնարդյունքը։ 3 հիմնական կետերը՝ ֆինանսական կայունություն, այսինքն չկա կադրային արտահոսք, չկան տուգանքներ եւ տուժանքներ իրավական կամ այլ խնդիրների կամ թերությունների պատճառով, երկրորդը արտադրողականություն, սա արդեն, այսինքն երբ որ աշխատակիցները էլ ավելի են զարգանում, հեղինակության էլ ավելի բարձրացումը, առաջխաղացումը բերում է նոր աշխատակիցների, այսպես ասած, եւ գործող աշխատակիցների զարգացման, արտադրողականությունն էլ իր հերթին էլ ավելի է բարձրանում, որովհետև դուք ունենում եք մոտիվացված աշխատակիցներ, որոնք որ էլ ավելի կզարգացնեն եւ նորարարություններ կմտցնեն կազմակերպության մեջ եւ շարժիչ օղակ կլինեն կազմակերպության համար եւ իհարկե երրորդ կետը կորպորատիվ հեղինակությունը, երբ որ ձեր HR համակարգը, սիստեմը ճիշտ է գործում, ձեր հեղինակությունը էլ ավելի կտարածվի, որովհետև նույն ձեր աշխատակիցները կամ ապագա թեկնածուները, որոնք գալիս են հարցազրույց անցնելու, ամեն մեկը կներեք այս հարցը ինձ եք ուղում, թե կներեք չհասկացա։
Այսինքն կորպորատիվ հեղինակությունը, ա, կորպորատիվ մշակույթը, այսպես ասած, եւ հեղինակությունը ծագում է ամենաառաջինը աշխատակիցների եւ ձեզ հետ առնչվող մարդկանց խոսքով, որովհետեւ նույն աշխատակիցները կիսվում են իրենց ընտանիքների անդամների հետ, ընկերների հետ, իրենց ծանոթների հետ եւ համընդհանուր հանրային կարծիք է ձևավորվում ձեր կազմակերպության մասին եւ ինչքան որ դուք ճիշտ իրականացնեք էջար ձեր առաքելությունը եւ ել ավելի բարձր պահեք աշխատակիցների մոտիվացիան, զարգացումը, կորպորատիվ մշակույթը, ել ավելի բարձր հեղինակություն կունենա ձեր կազմակերպությանը հանրության մեջ եւ շատ ավելի լավ կադրեր, լավ թեկնածուներ շահագրգռված կլինեն մուտք գործել ձեր կազմակերպության մեջ։ Մ, Եզրափակելով մեր վեբինարը, նշեմ այն, որ կազմակերպությունը ուժեղ կազմակերպություն չի կարող լինել առանց ուժեղ HR մասնագետի։ HR մասնագետը հանդիսանում է ուժեղ մասնագետի, այսպես ասած, հիմնական, այսպես ասած, շարժիչ ուժը, որը որ ձեզ ապահովագրում է հավելյալ ծախսերից եւ մարդկային ռեսուրսը, մարդկային կապիտալը ամենաթանկ եւ ամենամեծ ներդրումն է կազմակերպության համար, որը որ նոր առաջխաղացումներ կբերի, նոր զարգացումներ, նոր առաջարկներ, նոր պրոյեկտներ եւ նոր նախաձեռնություններ։ Մարդկային ռեսուրսը անհնար է թերագնահատել եւ ուղղակի չեմ կարող օրինակներ բերել մի կազմակերպության, մի հաջողված կազմակերպության, որը որ կարող է հաջողված լինել առանց ճիշտ HR կազմակերպմամբ եւ իհարկե պետք է նշեմ, որ վերջում արդեն մեր փոփիչ մասում նշված են Գործապ Ակադեմիայի HR մասնագետի դասընթացների հղումն է դրված QR կոդով, որը որ դուք կարող եք սկանավորելուց հետո անցնել Գործապ Ակադեմիայի էջը եւ ծանոթանալ մանրամասների հետ եւ իհարկե եթե ցանկություն կա իմ հրապարակումների հետ ծանոթանալ, ընդհանուր HR իմ հոդվածների հետ ծանոթանալ, կարող եք նաև անցնել QR կոդով սկանավորելով իմ LinkedIn-յան էջ, որտեղ որ ես տեղադրում եմ իմ հրապարակումները, նշեմ ձեզ ամփոփման մեջ, նշեմ, որ Գործապ Ակադեմիայի կուրսերում ես ինքս դասավանդում եմ, ինչը որ ես ձեզ հետ խոսացի ընդհանուր առաջին կարծիքը տվեցի ձեզ HR մասնագետի մասին, ընդհանուր ՄՌԿ մասնագետի կարողությունների, հիմնական պարտականությունների, առաքելության մասին դուք կսովորեք Գործապ Ակադեմիայում։ Մեր թեմաները սկսվում են հենց ամենաառաջինը HR էլի մասնագետի իրողությունից, նրա դերից կազմակերպությունից մինչև ճիշտ կադրային փաստաթղթաշրջանառության կազմակերպում։ Իհարկե կա իրավական հեքիաթ կա, աշխատակիցների ներգրավում, ադապտացիա, զարգացում, կոնֆլիկտների եւ տրանսֆորմացիաների կառավարում, ինչու՞ չէ նաեւ կոնֆլիկտների կանխարգելում, HR հոգեբանություն, թվային HR կառավարում եւ իհարկե HR իրավական հենքը։ Այս բոլոր թեմաները ամփոփված են եւ արկա են Գործապ Ակադեմիայի մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի կուրսերում, QR կոդով կարող եք հղումով անցնել։ Ուստի այսքանը ես արդեն պետք է ձեզ հետ բաժանվեմ, շատ ուրախ էի, որ ունկնդրեցիք ինձ, լսեցիք մեր վեբինարը,
Հուսով եմ արդյունավետ եղավ, ձեզ օգտակար եղավ։ Եթե իհարկե հարցեր ունեք, հիմա ամփոփելիս գրեք, բայց այսքանը կարող եմ ձեզ ասել, շատ շնորհակալ եմ ձեզ ուշադրության համար, հուսով եմ, որ տվյալ վեբինարը օգտակարություն իր ունեցավ ձեզ համար, ինչ որ նոր բաներ սովորեցիք կամ մարդիկ կային, որոնք արդեն տեղյակ էին, վերհիշեցին, նոր հիշողություններ արթնացան, ուստի այսքանով ես պետք է ամփոփեմ մեր այսօրվա վեբինարը։ Շատ շնորհակալ եմ ձեզ ուշադրության համար, շատ ուրախ էի վարելու այս վեբինարը, ուրախ կլինեմ նաև մեր հետագա վեբինարներին կամ դասընթացներին հանդիպելու համար։ Շնորհակալություն ձեզ ուշադրության համար։